Հարգելի հետևորդներ, բարև ձեզ։ Երկրի վիճակը հաղորդաշարը կրկին եթերում է, այսօր մեր եթերը լինելու է ֆուտբոլային։ Մեր ֆուտբոլային կյանքը խաթարվեց Պորտուգալիա-Հայաստան խաղից հետո եւս մի անգամ ալեկոծվեց երկրպագուները, ֆուտբոլասերները, ֆուտբոլային մասնագետները։ Հայկական ֆուտբոլը շարունակում է անհատակ գահավիժումը ամբարո ղեկավարների, ֆուտբոլային ղեկավարների ձեռամբ։ Ամբարո քանզի ստում են, խաբում են, խոստումները չեն կատարում, ձախողում են ներկայացված բոլոր իրենց ծրագրերը եւ ամենակարևորը ամեն ցավոտ եւ խոշոր պարտությունից հետո խոստանում են, որ սա կլինի վերջինը, այլևս չի կրկնվի, սակայն ամիսներ անց կրկնվում է։ Այդպիսի խոստման մենք ականատես եղանք ամռանը, այդպիսի խոստման ականատես եղանք Վրաստան-Հայաստան խաղից հետո, երբ խայտառակ նվաստացուցիչ պարտությունից հետո ֆեդերացիայի ղեկավարությունը եւ այն ժամանակվա հավաքականի ավագը խոստացան, որ սա վերջին պարտությունն է։ Հայկական ֆուտբոլի այսօրվա իրավիճակի մասին եւ շարունակվող պարտությունների մասին այսօր կխոսենք Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Պարոն Պողոսյան, ինչ է կատարվում ըստ ձեզ, որտեղ է թաքնված շանգալուղը։ Ես կասեմ, որ Հայաստանի հավաքականը տարիներ շարունակ տուժել եւ տուժում է ոչ այնքան ֆուտբոլիստների որակի պակասից, որքան մարզչական մտածողության, տակտիկական մոտեցումների, կայուն խաղային համակարգի բացակայությունից։ Կրկնում եմ, կայուն խաղային համակարգի բացակայությունից։ Այո, ցավալի է, բայց կառավարման որակ, որպես այդպիսին, Հայաստանի ֆուտբոլում պարզապես գոյություն չունի։ Չկա հստակ նպատակի ձևավորում, չկա թիմային կառուցվածք, չկա երկարաժամկետ ռազմավարություն։ Այո, մենք կարող ենք ունենալ Հենրիխ Մխիթարյան, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Նաիր Տիկնիզյան, Լուկաշ Սելարայան կամ ցանկացած այլ տաղանդավոր ֆուտբոլիստ, բայց առանց պրոֆեսիոնալ կառավարման, առանց մարզչի հստակ տեսլականով, երկարաժամկետ եւ կազմակերպությամբ եւ երկարաժամկետ զարգացման ծրագրով այդ ֆուտբոլիստները չեն կարող դառնալ հավաքականի հաղթող թիմի մաս։ Խնդիրը այստեղ մեր ֆուտբոլիստների անհատական որակի մեջ չէ։ Խնդիրը համակարգն է։ Տարիներ շարունակ համակարգը չի փոխվում, չի փոխվել եւ վստահ եմ չի փոխվելու։ Գնալով ավելի վատթարանում եւ քանդվում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մելիք Բեկովի եւ իր շուրջը հավաքած սեփական դեմք, սեփական կարծիք չունեցող մորթապաշ սատելիտների ջանքերով։ Եվ ամենակարևորը հայկական ֆուտբոլը դա միայն ազգային հավաքականը չի։ Հայկական ֆուտբոլը ավելի մեծ առանցքային նշանակություն ունի հայկական ֆուտբոլում մեր մանկապարտանեկան եւ 17, 19, 21 տարիքային հավաքականները։ Կարծում եմ դրանք անդրադառնանք քիչ ուշ։ Փաստորեն դուք նշեցիք ռազմավարական ծրագրերի բացակայություն, բայց նայեք, դե ֆակտո Մելիքբեկյան Նիկողոսյան տանդեմը հայկական ֆուտբոլի ղեկին է 2018 թվականից, դե յուրե 2019 թվականից։ Ես իհարկե բացեմ իմ ասացի իմաստը։ Երբ Արթուր Վանեցյանը նշանակվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ երկրի բարձրագույն իշխանության կողմից եւ ճակերտավոր ընտրվեց
ֆուտբոլային հանրության կողմից որպես նախագահ։ Նրա առաջին տեղակալն ու տեղակալը դերը նշված անձիկ էին։ Եվ Վանեցյանը չէր, այսպես ասած, հիմնականում միջամտում ֆուտբոլային գործերին։ Այդ նկատի ունենալով եմ ասում դե ֆակտո եւ դե յուրե։ Իսկ դե յուրե 2019 թվականին տվյալ տանդեմը նշանակվեց նաեւ ընտրվեց, այսպես ասեմ, նորից նույն ոգով, եթե երկրի իշխանությունները տալիս են հստակ ուղեցույց, որ պիտի այս անձիկ լինեն ֆուտբոլի ղեկին, ուրեմն ֆուտբոլային հանրությունը պարտավոր է այդ անձանց ընտրել, այսպես ասենք, ընտրել ֆուտբոլի ղեկի ղեկավարներ։ Հիմա այդ մարդիկ ընտրվելուց այնպիսի մի ծրագիր էին ներկայացնում, որ տեսեք կառուցելու ենք 700 դաշտ, կառուցելու ենք ազգային մարզադաշտ, 7 տարի ազգային մարզադաշտի հիմքը դեռ չեն գցել։ Չգիտենք ազգային մարզադաշտ լինելու է թե չէ, 700 դաշտից քանիսն են կառուցել, էլի չգիտենք։ Դուք նշեցիք նաև մանկապատանեկան, պատանեկան, երիտասարդական հավաքականների մասին։ Կարող եք մի քիչ ավելի լայն ներկայացնել իրավիճակը։ Նախ ասեմ, որ իրենք ձախողել են իրանց ամբողջ ծրագիրը, եւ ես նույնիսկ անհարմար եմ զգում։ Ես կասեի ծրագրերը։ Ես նույնիսկ անհարմար եմ զգում խոսել իրանց մասին այս թեմայով, բայց խնդիրը գիտեք որն է։ Դուք ասացիք տարիքային հավաքականների մասին։ Այո, ես կանդրադառնամ եւ ես կփորձեմ այդ սրիկաները, այդ ոչնչությունների տեղը ես ամփոփեմ իրենց 6 տարվա կառավարման արդյունքը եւ կամփոփեմ վերջին 2 ամսվա բոլոր պաշտոնական հանդիպումների արդյունքները, ոչ թե իրենց ստանձնելուց 1-2 տարի անց, որ սկսում էին մանիպուլյացիոն խոսքեր, նախկինները գնդակ չկա, դաշտ չկա, անձրևա, եսիմ ինչա։ Մի խոսքով 6 տարի անց ունենք այն, ինչ ունենք։ Հիմա անդրադառնամ վերջի 2 ամսվա մեր պաշտոնական ելույթներին, փաստերով։ Ուրեմն մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտեց իր ամբողջ այդ ցիկլը, ընտրական ցիկլը։ 3 խաղից 3 պարտություն, 5 հատ բաց թողած գոլ, 1 հատ խփած, վերջին հորիզոնական։ 19 տարեկանները ավարտեցին իրենց ընտրական ցիկլը, լիարժեք։ 3 հանդիպում, 3 պարտություն, բաց թողեցին 14 գոլ, խփեցին 0։ 21 տարեկանները, որոնք դեռ 4 խաղ ունեն անցկացնելու, 6 հանդիպում են անցկացրել մինչ այս պահը։ 6 հանդիպումն էլ պարտվել են։ Բաց թողելով 17 գոլ, խփելով ընդամենը 3-ը։ Խփած բաց թողածը -14 եւ զբաղեցնում են վերջին հորիզոնականը։ Հիմա գանք ազգային հավաքականը։ Նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ։ Լիարժեք ընտրական ցիկլ անցկացրեց գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ 6 խաղ, 1 հաղթանակ, 5 պարտություն, վերջին հորիզոնական, խփել ենք ընդամենը 3 գոլ, բաց ենք թողել 19 գոլ։ Ընդհանուր առմամբ բոլորը միասին 18 խաղ են անցկացրել։ Խոսքը գնում է վերջի 2 ամսվա մասին եւ բոլորը պաշտոնական։ 18 հանդիպումից բաց ենք թողել 55 գոլ եւ խփել ենք 7 գոլ։ Խփած եւ բաց թողածը -48 է։ Սա խայտարակություն է, սա նվաստ, ես չգիտեմ, բառեր չեմ գտնում ասելու։ Այս ոչնչությունները 1 րոպե անգամ իրավունք չունեն մնան հայկական ֆուտբոլի ղեկին։ Պետքա հեռանան իրանց ամբողջ անձնակազմով։ Պետքա մաքրեն, պետքա դիզինֆեկցիա արվի այդ ֆուտբոլի ֆեդերացիան, սա խայտարակություն է, խայտարակության գագաթնակետն է, սրանից անկողմ անդունդն է, ես երկար ժամանակ ասել եմ, քննադատել եմ, խոսում էին ձեր ասացի նման պետքա իրանց այդ ռազմավարական ծրագրի մեջ ներառել էին, որ պետք է ազգային մարզադաշտ կառուցեին, ուրա,
Ո՞վ է պատասխանատու դրա համար։ 700 բակային մարզադաշտեր պետքա սարքեին։ Ուր է այդ մարզադաշտերը։ Ինչու չկա։ Քանի հատ են սարքել 200 թե 250։ Դե պատրաստում են։ Այդ բոլորը գալիս է այդտեղից։ Ցավալի է, ֆուտբոլը ընդհանուր առմամբ խայտարակ վիճակում է գտնվում էր։ Իսկ ես ասացի, չէ, որ հայկական ֆուտբոլը դա միայն ազգային հավաքականը չի։ Հայկական ֆուտբոլը ավելի մեծ առանցքային նշանակություն ունի հայկական ֆուտբոլում մեր մանկապատանեկան, պատանեկան եւ երիտասարդական հավաքականները, որոնք այսօր գտնվում են խայտարակ վիճակում։ Խայտարակ վիճակում։ Չկա որևէ սկզբունքայնություն, չկա որևէ մեկի մոտ որևէ պատասխանատվություն։ Մեկը չի համարձակվում իր սեփական դեմքով սեփական կարծիքը արտահայտել, հակառակ ինչ որ մի կարծիք արտահայտել։ Գիտեք ինչ, սենց շրջանակի պես սարքել են եւ բոլոր իր ոտքերի տակը, չգիտեմ, սողացող կզածներին հավաքել է իր շուրջը, ստեղից նշանակում է ստեղ, ստեղ ձախողում են, ստեղից բերում է ստեղ, ստեղ ձախողում են, բերում է այստեղ։ Էսա ի՞նչ է կատարվում։ Չկա որևէ զերո պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունը պիտի վերևից գա։ Ես չգիտեմ վերևից պետքա գա, նայ մեզանից բոլորից պետքա գա։ Հիմա ես ձեզ հիշեցնեմ 2019 թվականի նոյեմբեր ամսին Իտալիա-Հայաստան խաղը։ Դե ես ուզում եի անդրադառնալ դրան, բայց սպասում էի ձեր հարցին։ Հիմա ես ձեզ հիշեցնում եմ Իտալիա-Հայաստան խաղը 9-1, որից հետո ամբողջ ֆուտբոլային հանրությունը, ամբողջ ԿՊ-ն եւ ֆուտբոլային այս չինովնիկները լծվեցին Արթուր Վանեցյանի հրաժարականը պահանջելուն։ Խայտարակության միակ պատասխանատու գտնվեց եւ նաեւ ինչու՞ չէ Աբրահամ Խաշմանյանին հրաժարել։ Հիմա Արթուր Վանեցյանը եւ հրաժարական ներկայացրեց։ Հիմա նույն 9-1-ը նույն նոյեմբերին կրկնվել է։ Դե ցավը հենց այդտեղ է կայանում։ Ինչու մեկին թույլատրվում է, մյուսին ոչ։ Այսինքն ում է թույլատրվում։ Ինչու իրանք իրենց պարտությունից հետո այս 9-1 Պորտուգալիային, միայն ոչ միայն Պորտուգալիային։ Ես ասեցի ձեզ, վերջի 2 ամսվա ցիկլը ամփոփեցի։ Ինչու հրաժարական չեն տալիս, չեն հեռանում։ Եվ ինչու պարտադրեցին Վանեցյանին հրաժարական տա։ Կամ Խաշմանյան Աբրահամը այդ ժամանակ 9-1 պարտության ժամանակ կարծեմ ակումբը ազգային հավաքականը գլխավորում էր առանց կարծելու Խաշմանյան Աբրահամը ընդամենը 2 խաղ էր անցկացրել մարզչի կարգավիճակով միանգամից պահանջեցին հրաժարականը եւ ստիպեցին Արթուր Վանեցյանին որպեսզի ինքն էլ հրաժարական տա բայց հիմա սրանք հրաժարական չեն տալի ավելի խայտարակ պարտություններից հետո ավելի նվաստացուցիչ պարտություններից հետո Եվ Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2 խաղ անցկացրեց, իսկ Եղիշե Մելիքյանը ամբողջ մի ընտրական ցիկլ։ Իսկ նույն Եղիշե Մելիքյանը ինչ հիշում եմ քննադատում էր ֆեդերացիայի ղեկավարությանը, չգիտեմ Սերի կարդինալ, Գալուբոյ կարդինալ, ինչ ասես ասում էր սրանց։ Թե քանի սրանք կան հայկական ֆուտբոլի ղեկին, մոռացեք, հայկական ֆուտբոլը կործանվում է, կործանվել է, ուզում եք Ֆերգյուսոնին բերեք, ուզում եք Գվարդիոլային բերեք, չգիտեմ ում ուզում եք բերեք։ Իսկ ինչ եղավ։ Հիմա մի հատ ռետորական հարց Եղիշե Մելիքյանին։ Ինչ է փոխվել Եղիշե։ Այս արդեն հասկանում են ֆուտբոլից, թե լավ կառավարում են։ Ուղղակի չկա սկզբունքայնություն։ Սա է ամբողջ խնդիրը։ Բոլոր դեպքերում պարտությունը նվաստացուցիչ էր, ստորացուցիչ էր եւ անհանդուրժելի։ Բայց տեսեք, կա մի այսպիսի հարց։ Եղիշե Մելիքյանը պաշտոնը ստանձնելիս ժամանակ է խնդրել եւ ֆուտբոլային հանրությունը նրան այդ ժամանակը տվել է։ Ժամանակը մի քիչ հարաբերական հասկացողություն է, ինչքան ժամանակ։ Չի նշվել իհարկե ինչքան ժամանակ, 1 տարի, 6 ամիս, 1.5 տարի, 2 տարի։ Այնուամենայնիվ, մարդը ժամանակ է խնդրել եւ ամբողջ պատասխանատվությունը դնել նրա ուսերին, պարտություններից նա չի խուսափել եւ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Վկա իր մամլո ասուլիսները, բայց ամբողջ պատասխանատվությունը դնել
Նա ժամանակ է ուզել։ Նրան այդ ժամանակը տրվել է։ Դե նայեք, հիմա խնդիրը տեղ չի։ Եղիշե Մելիքյանը, ես որպես ֆուտբոլային մարդ, հասկանալով այս ամեն ինչը, ես պատկերացնում եմ, Եղիշե Մելիքյանը նոր է ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը, գրեթե 2-3 ամիս մաքսիմում։ Ես այդ ամենը հասկանում եմ, բայց Եղիշե Մելիքյանը պետք է այս պաշտոնը ստանձնելուց ինքը հասկանար ուր է գալիս, ում հետ պետք է աշխատի, արդյոք կարա աշխատի, թե չի կարա, դրա տակը պետք է լինեն ծանրակշիռ հիմքեր։ Հիմա Եղիշե Մելիքյանը, այո, ես էլ եմ նայում իր բոլոր ասուլիսները, իր հետ խաղային մամուլի ասուլիսը, նախախաղային մամուլի ասուլիսները, իր տված հարցազրույցները, ինքը ժամանակ է պահանջում, 1.5 տարի, 2 տարի ժամանակ տվեք եւ հավատացեք։ Լավ, ես ասենք ես չեմ ուզում հավատամ, որով ես մի քիչ ավելի ծանրակշիռ եմ նայում այս բոլորին։ Այդ ժամանակը մեր ֆուտբոլը արդեն կործանվում է։ Մենք տեղ չունենք, ժամանակ չունենք այլևս սпасելու։ Մենք պետք է խոսենք եւ արդար պետք է խոսենք։ Ում ժամանակ տանք։ Քեզի բերեցին քո մեջքի հետևում թաքնվելով, որ ամեն ինչը ջարդելու են քո գլխին։ Ես 0.5% չեմ կասկածում։ Կամ ոնց կարելի է բերել գլխավոր մարզչի եւ պատասխանատվություն չդնել իր առջև։ Լավ, ի՞նչն է խնդիրը, խոպանենք եկել։ Դե մենք այտենց Յուրաքանչյուր ոք կարա գա աշխատի։ Եթե այդ է տարբերակը իսկ, հարգելի Եղիշե Մելիքյան, դու ինչու էիր պահանջում ֆեդերացիայի նախագահների հրաժարականը։ Կամ ինչու էիր պահանջում Վանսխիպին, ինչու հեռացրեցին։ Վանսխիպը ընդամենը երևի 3-4 ամիս աշխատեց, որը անցկացրեց 4 հանդիպում, 2-ը պաշտոնական, 2-ը ընկերական։ Եվ այդ ընկերական հանդիպումներում ու պաշտոնական հանդիպումներում 5 գոլ խփեցին 4 խաղից։ Իսկ դու լիարժեք ցիկլ անցկացրեցիր 6 խաղում 3 գոլ եք խփել։ Ինչու չթույլատրվեց Վանսխիպին շարունակել, կամ ինչու չպաճառաբանվեց, հետաքրքիր է, ինչն էր պատճառը, որ հեռացրեցին Վանսխիպին։ Ինձ շատ երկուստեք համաձայնությամբ պայմանագիրը լուծվել է։ Բայց մինչև Վանսխիպին բերելը իրանք երկար փնտրտուքների մեջ էին, չէ՞։ Մանիպուլյացիաներով, ստերով փորձում էին ֆուտբոլային հանրությանը, երկրպագուներին համոզեին, թե Ռաուլի հետ ենք բանակցում, չգիտեմ, ում հետ ենք բանակցում, եւ քաշեց բավականին երկար ժամանակ, նույնիսկ մի պահ, եթե չեմ սխալվում, Չախալյան Սուրենը ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց։ Դա նշանակում է, որ իրանք բավականին ժամանակ խնդրեցին, մինչև գտան Վանսխիպին։ Լավ, այդ մարդը 2 ամսվա մեջ, 3 ամսվա մեջ 2 խաղով ինչ պետք է աներ։ Ինչի Վանսխիպին չթույլատրվեց եւ պետք է թույլատրվի Եղիշին։ Այ գլխավոր հարցը այստեղ է կայանում։ Կամ 19 տարեկանների մեր պատանեկան հավաքականը 3 խաղում բաց է թողել 14 գոլ եւ խփել է 0 գոլ։ Եվ կարծեմ, եթե էլի նորից եմ ասում, չեմ սխալվում, որովհետեւ ամեն օր ամիսը մեկին հանում փոխում են, քաոս է տիրում ամբողջությամբ։ Այդ Յուրի Ջորկաևի եղբայրն է, եթե չեմ սխալվում, Միշա Ջորկաևն է։ Այն նույն Միշա Ջորկաևն է, որը հենց մեր ազգային հավաքականի ընտրական փուլի ժամանակ մարզադաշտի վիպում նստած Պորտուգալիայի խաղից հետո առաջին պարտությունը կրելուց 5-0 հաշվով սեփական հարկի տակ պարտվել ենք Պորտուգալիայում։ Բերանը միջև ականջները բացած են Յուրա Մովսիսյանի եւ իր եղբոր Յուրա Ջորկաևի հետ։ Բերանը միջև ականջները բացած հռհռում էին։ Ինչի վրա։ Ինչի վրա էին հռհռում։ Այ հենց այդ տեղից է սկսում մեր անհաջողությունները ֆուտբոլի։ Ինչպես կասեր մեր լավագույն մասնագետը ժամանակին, ռուսերեն ֆուտբոլը նետու մելաչեի։ Ֆուտբոլում մանրուքներ չկան։ Իսկ սրանք ամբողջը այս մանրեները ավիրել են մեր ֆուտբոլը։ Փոշիացնում են ամեն ինչ։ Ծրագրով եկել են, պետք է ավիրեն, պետք է վերջացնեն։ Իսկ իրա կողքը հավաքված, իրա շուրջը հավաքված իրենց համարող որոշակի վաստակ ունեցող մարդիկ, իրենց վաստակը հավասարացրեցին 0-ի սրանց հետ։ Խայտարակություն է, մի խոսքով մարդ չգիտի ինչ խոսա, չգիտի։ Հիմա նայեք, սրանք կներեք, էլի, ու սրանք ամենակարևորը մոռանում են,
որ այսօր խոսալով չի, գովազդելով չի, մանիպուլյացիաներով չի, այսօր ֆուտբոլում կատարված ամենալավ աշխատանքի գնահատականը դա արդյունքն է։ Կա արդյունք, կա կատարված աշխատանք։ Չկա արդյունք, նշանակում է ձախողել ես, անելիք չունես։ Ինչ արդյունք էիք ուզում։ Պատվով, թասիբով, ես հասկանում եմ, որ մենք Պորտուգալիայի հավաքականի հետ չեն կարող համեմատվել։ Պարտությունից այսօր ոչ մեկը ապահովագրված չի, բայց պարտությունն էլ պետք է տղամարդավարի կրվել։ Պարտվելուց պետք է տխրես, պարտվելուց պետք է տեղը չգտնես, պետք է դաշտում միջև 90 րոպե ատամ ցույց տաս։ Բայց ինչ էր 91։ Ես օրինակ որպես նախկին ֆուտբոլիստ, որպես ֆուտբոլային մարդ, ես օրինակ մեծ հաճույքով շնորհակալություն կհայտնեի Պորտուգալիային, որ 35-ով 1 չվերջացավ խաղը։ Չնայած որ 50-ով 1 էլ վերջանար, սրանք էլի մնալու են իրանց տեղը, այն մյուսն էլ մնալու էր իրա տեղը, էլի սկսելու են իրանց այս մանիպուլյացիաներով շարժվել առաջ։ Սա խայտառակություն է։ Կես տոկոս ինքնասիրություն ունեցող մարդը ներողություն եմ խնդրում, 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Թքեր սրանց դեմը սեղանին ու կհեռանար այդտեղից, ֆեդերացիայից։ Արա ինչ է, ստից, բա մենք տուն ենք պահում։ Հետո որ մեկը տուն չի պահում, այս սրիկաներ։ Այդ ինչ լոզունգ եք սարքելու դավաճան սրիկաներին ծառայում եք, արա, կործանում է ֆուտբոլը, արա, մեր քրտինքը, մեր արյունը, սա դաշտում միջև հիմա թացա դեռ։ Մի բարկացեք, հիմա նայեք, երեկվա խաղից հետո Հայաստան-Շվեդիա մինչև 21 տարեկանները լուրեր պտտվեցին, թե Արմեն Գյուլբուդաղյանցը հեռանում է 21 տարեկանների հավաքականի ղեկից։ Եվ ըստ շրջանառվող լուրերի ամենայն հավանականությամբ նրանք փոխարինի Մհեր Միրումյանը։ Ես ոչինչ չունեմ անունների, ազգանունների հետ կապված որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Ինձ ուղղակի հետաքրքիր է Մհեր Միրումյանը ինչքանով է վստահ, որ այս իրավիճակում կարող է ավելի լավ արդյունք ցույց տալ, քան Արմեն Գյուլբուդաղյանցը։ Ճիշտն ասած, ես չեմ լսել, առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Ես էլ լուրեր եմ պտտվում inside ուղակի որպես այդպիսին, որ Արմեն Գյուլբուդաղյանը պատրաստվում է հեռանալ 21 տարեկանների հավաքականի ղեկից եւ ամենայն հավանականությամբ ես կրկնում եմ ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի Մհեր Միրումյանը։ Լավ, չկենտրոնանանք անուն ազգանունների վրա, ասենք Արմեն Գյուլբուդաղյանցը ձեր ասած թքեց հեռացավ։ Չէ, ես կարող եմ պատասխանել ձեր հարցին, խնդիր չի։ Բերում են Մհեր Միրումյան չեն բերում, այլ ինչ որ մեկին են բերում, որն է երաշխիքը, որն է այն իմաստը, որ նոր մարզիչը կարող է այս վիճակով գալ եւ արդյունք ցույց տալ։ Այն արդյունքը, որը դուք եք սպասում, որ սպասում են երկրպագուները, որ սպասում են բոլորը, ֆուտբոլային հանրությունը։ Դե հենց այդ ձեր հարցին ես կպատասխանեմ, նախ Մհեր Միրումյան մարդ ես չեմ ճանաչում, մեր ժամանակ չի եղել, հիմա էլ Դե պարտադիր չի ձեր ժամանակով չի ավարտվել ֆուտբոլը։ Նույնիսկ Ֆուտբոլը շարունակվել է։ Շարունակվել է ավելի լավ, առավել եւս։ Դա ոչինչ չի նշանակում, որ դուք չեք ճանաչում։ Դե հենց այդ եմ ուզում ասեմ, ես Մհեր Միրումյանին չեմ ճանաչում որպես այդպեսին, չգիտեմ։ Կարող է լավ մասնագետ է, կարող է շատ լավ մասնագետ է, չգիտեմ, բայց որպես Արմեն Գյուլբուդաղյանցին ճանաչում եմ։ Այո, մանկապատանեկան տարիներից մենք Գյուլբուդաղյանցի հետ ֆուտբոլ ենք խաղացել։ Եվ ես այսօր վստահորեն կարող եմ ասել, այո, Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույն մասնագետներից է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց ես չեմ էլ առարկում, եթե հեռացրել են, որով այսօր ֆուտբոլում կատարված աշխատանքն է ամենակարևորը։ Արդյունք չկա։ Ես էլ եմ ասում, արդյունք չկա, հեռացրել են, բայց Գյուլբուդաղյանցին հեռացնելով խնդիրը չի լուծվում, խնդիրը համակարգի մեջ է։ Ես ասում եմ, չկա հստակ նպատակի ձևավորում, չկա երկարաժամկետ զարգացման ծրագիր։ Կա ունեն։ Դա լակմուսի թուղթ է ընդամենը, դա ընդամենը խոսքեր է։ Նոր խոսեցինք, 700 դաշտ էին իրենք խոստացել 5 տարում կառուցել են, ոչ։ Խոստացել են ազգային մարզադաշտ կառուցել են, ոչ։
Խոստացել էին, որ մեր պատանեկան կամ երիտասարդական հավաքականներից կամ ազգային հավաքականից որևիցե մեկը մոտակա 5 տարում պետքա դուրս գա Եվրոպայի կամ չգիտեմ աշխարհի եզրափակիչ փուլ։ Դուրս եկան, ոչ։ Մոտակա ժամանակները իրենք չեն խոստացել 2050 թվականին։ Չէ, 2050 ամենամոտակա խոստումը։ 2050 թվականին իրենց հոգևոր հայրն է խոստացել։ Բայց մինչև 2050 թվականը հայկական ֆուտբոլ այլևս գոյություն չունենա։ Ես վստահաբար կարող եմ ասել։ Իսկ ինչ վերաբերվում է Գյուլբուդաղյանցին հանելով, մյուսին հանելով, դրանով հարց չի լուծվելու։ Բա հարցը ո՞նց է լուծվելու։ Իրանք պետքա հեռանան։ Իրանք ֆուտբոլից հեռու մարդիկ են։ Գլխավոր մարշի Եղիշե Մելիքյանի ասելով Սերի կարդինալը հիմա կարծում եմ Գալուբոյ կարդինալ է դարել։ Սկսել են բոլորը սիրել։ Գալուբոյ կարդինալներին սիրում են։ Չգիտեմ։ Ես չեմ սիրում։ Դրանց նմաններին պետքա հեռացնել ֆուտբոլից։ Միայն դա է, եւ առողջ մթնոլորտ ու ֆուտբոլային մարդիկ պետքա վերադառնան։ Լավ, հիմա մեկ հարց եւս։ Պարոն Պողոսյան, դուք հիշում եք, որ ֆուտբոլային այսօրվա ղեկավարները գալով ստանձնելով ֆուտբոլի ղեկավարման ղեկը շատ բարձրագոչ հայտարարություններով իսպանական մի խումբ բերեցին, Շատ լավ եմ հիշում։ որի վրա տարբեր գնահատականներով մի քանի միլիոն եվրո է ծախսվել, թմբկահարելով, որ սա լավագույն խումբն է, լավագույն մասնագետն է Եվրոպայում եւ պետք է գրի հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը եւ մենք չենք խնայի ոչինչ մեր հրավիրյալ մասնագետի համար, նրա բոլոր պահանջները կկատարենք եւ դրա արդյունքները կտեսնեք մի քանի տարի հետո։ Որպես ֆուտբոլին փոքրի շատ է ծանոթ մարդ, կարող եմ ասել, որ եթե 18-19 թվականներին հրավիրվել է մասնագետ եւ ստարտ է տրվել, սկիզբ է դրվել նոր ծրագիր, հա, ուրեմն այսօր պետք է արդեն առնվազն 17 տարեկանների, 19 տարեկանների հավաքականի վրա դա տեսնվեր, զգացվեր, որովհետև այսօրվա 17 տարեկանների հավաքականի անդամները 12-11 տարեկան են եղել եւ 19 տարեկանների հավաքականը բնականաբար 13-14 տարեկան են եղել եւ ինչ չէ նաեւ 21 տարեկանների վրա դա պիտի զգացվեր, բայց նայում ենք այդ փողերը ոնց որ կամուն են տրվել։ Ոնց որ չի վստահաբար, եթե չկա արդյունք, միանշանակ չի գործում այդ ծրագիրը, որի վրա միլիոնավոր եվրոներ են ծախսվել, ես չեմ նշում, մեկը նշում է 6 միլիոն, մեկը նշում է այդքան չէ, 2 միլիոն է, գցենք ամենակիչը նշված, իմ լսած ծախսված գումարը 2 միլիոն եվրո։ 2 միլիոն եվրո ծախսվել է ոչնչի համար։ Դա չկա արդյունք, նշանակում է այդ գումարները մսխվել են։ Ինձի գումարները էական չեն, գիտեք, ես միշտ ասում եմ։ Դե հիշում եք, Խինես Մելենդեսի հետ եկան իր հրավիրած մասնագետները, մեկը 21 տարեկանների հավաքականի մարզիչ նշանակվեց, մեկը 17, 19 տարեկանների հավաքականի մարզիչը ընդգրկված էր Խինեսի խմբում։ Հիմա ես ուզում եմ հարց տալ եւ հուսով եմ դուք էլ կպարզաբանեք ինչ որ չափով որպես ֆուտբոլային մարդ։ Ինչ եղավ Խինես Մելենդեսի գրած ծրագիրը, ինչու ծախսվեց ֆուտբոլային հանրությանը պատկանող այդ միլիոնավոր եվրոները, եթե հայկական ֆուտբոլում ինչ որ բան է ծախսվում, դա ոչ մեկի գրպանից չի, դա ֆուտբոլային հանրությանը պատկանող գումարն է։ Ինչ եղան այդ գումարները, որտեղ են, ինչու ծախսվեցին, ինչ այդ ծախսերը, ինչ արդյունք են տվել։ Դե միանշանակ արդյունքը արդեն ակնհայտ է, որ չկա, դրա հասցեատերը, կներեք, դրա հասցեատերը պատասխանի պետք է ուղենք Մելիք Բեկովին կամ Նիկողոսովին, բայց ես կպատասխանեմ իմ կարծիքը կհայտնեմ։ Ես նորից եմ ասում, ես գումարների մեջ երբեք չեմ մտնի, ես ինձ երբեք թույլ չեմ տվել։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել։ Թող հա գումար ծախսեն, միայն զարգացնեն մեր ֆուտբոլը։
Ինձ եթե բացարձակ չի հետաքրքրում։ Այո, ես գիտեմ, որ իրանք բերել էին այդ Միլանդեսին, իր ամբողջ թիմով միասին։ Ես էլ եմ լսել, որ 2.5 թե 3 տարի մեծ ահռելի մեծ գումարներ էին ծախսում, անպագորգոր խոսքեր էին ասում, թե նայեք մի 4 տարի հետո մանկապատանեկան ֆուտբոլը ուր է հասնում, 17, 19, 21 տարեկանները մենք իսպանական մոդել ենք ներմուծում հայկական ֆուտբոլ։ Արի ու տես անցավ մի 3 տարի եւ ամեն ինչը իջիկ դարձավ։ Չկան, Մելենդես չկա, հեռացրին, թե պայմանագիրը վերջացավ գնաց, ձեր ասացի պես այդ գումարները մսխեցին, կարևոր չի գումարը գողանալ, կարևորը արդյունք չկա, նշանակում է դու մսխել եք, թե ինչ ճանապարհով եք մսխել, դա էական չի։ Դրանից հետո բերեցին, չգիտեմ, մի պահ եկավ, մոռացան իսպանական մոդելը, բերեցին Վանսխիպին։ Հիմա ասում են հոլանդական մոդել ենք ներմուծում։ Սրանք սարքել են մեր ֆուտբոլը, գիտեք ինչ, փորձադաշտ։ Կարծեք մենք վիրահատարանում են գտնվում, օպերացիոնիում։ Եկել է քիթը վիրահատելու, ունքն է վիրահատում։ Այս սրիկաներ, ես ինչ եք անում։ Դուք ունեք ինքնասիրություն։ Կես տոկոս ինքնասիրություն կա ձեր մեջ։ Այս ընտրական լիարժեք ցիկլից հետո պետք է ամբողջ ղեկավար կազմով հրաժարական տան։ Պարտադիր պետք է տան։ Ես իրեն մի հարցազրույցներում մեկում ասել եմ, ավելի լավ է ձեր բարի կամքով գրեք, հեռացեք։ Եթե ոչ, ես ոչ մի բան չունեմ վախենալու, ես 5 տարեկանից ամբողջ կյանքս նվիրել եմ հայկական ֆուտբոլին եւ պատվով ծառայել եմ իմ երկրին։ Ասել եմ, ես անձամբ նորից եմ կրկնում, ականջները տոլորելով կշպրտեմ քեզի տեղից։ Խոստանում եմ, խոստացել եմ իրան, անելու եմ։ Պետք չի այդպիսի կտրուկ միջոցների դիմել, պետք չի, դա կտրուկ չի, դա ընդհանրապես շատ մկրտումներ է։ Չէ, եկեք մտածենք հետևյալ ձևով։ Կա քաղաքակիրթ ձև, քաղաքակիրթ ձևը իրանք չեն հասկանում մեթոդներ։ Քաղաքակիրթ ձև հասկանում են եւ իրանք այդ ձևով աշխատել են 19 թվականին, երբ խայտարակ պարտությունից հետո պահանջեցին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Եվ մարդը հրաժարական տվեց։ Եվ որով Արթուր Վանեցյանը ինքնասիրություն ունի, մարդը հրաժարական տվեց։ Ձախողել է, առանց պահանջելու, մարդը հրաժարական տվեց։ Հիմա մեր ֆուտբոլը միայն հավաքականները չեն։ Մեր ֆուտբոլը ընդհանուր ֆուտբոլային տնտեսություն է, որի մեջ մտնում է եւ մրցավարություն, եւ տեսչություն, եւ ֆուտբոլային ակադեմիաների ինֆրաստրուկտուրաներ, պատանեկան առանձնություններ եւ այլն։ Ֆուտբոլի մասսայականացում բոլորովին վերջերս մի դեպք սպրդվեց մամուլով, որ առանձնություններից մանկապատանեկան առանձնություններից մեկում ծեծի է ենթարկվել մրցավար։ Եվ գիտեք ինչ, զավեշտալի մի որոշում է կայացրել ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը։ Զավեշտալի հիմա կասեմ ինչի համար։ Մարզիչին, որը այդ ծեծի, այսպես ասած, կազմակերպիչ, գործուն աջակից եւ մասնակից է, զրկել են 5 ամսով։ Պատկերացնում եք, խիստ պատիժ։ Միայն չասեք, նոյեմբերից մինչև մարտ ամիսն։ Այո, նոյեմբերից մինչև հոկտեմբերից մինչև մարտ ամիս։ Դադարի ժամանակ էլի։ 5 ամսով, հնչեղ է, չէ։ 5 ամսով կարգազանցին զրկում են, բայց այդ 5 ամիսների ընթացքում այդ կարգազանցի թիմը պաշտոնական խաղեր չունի։ Այդ նույնն է, կներեք էլի, այդ նույնն է, ոնց որ աշխարհի առաջնությունը, եթե չեմ սխալվում, հունիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ոնց որ հիմա Ռոնալդոին կամ, չգիտեմ, Մեսսիին որակազրկեն 6 ամսով։ Այն նորմալ է, ինչ խնդիր կա։ 6 ամիսը կանցնի, ինքը կգա, աշխարհի առաջնությանը կմասնակցի։ Սա ուղղակի ծիծաղելի է։ Այս ամենը, որ ամբողջ այսօր խոսում ենք, սկզբանը ես ասացի, որ չկա այստեղ ոչ մի հստակ նպատակի ձևավորում, չկա թիմային կառուցվածք, չկա որևէ մի երկարաժամկետ զարգացման ծրագիր,
չկա մարզիչներին վերահսկողական ինչ-որ մի վարչություն, չկա, մարզիչը պարապմունքների ժամանակ ենքան ինվորմացիա ունեմ, հարգելի Ճաղարյան, շատ ինվորմացիա ունեմ, մարզիչը պարապմունքի ժամանակ երեխեքը դաշտում պարապելուց դուրս է գալիս, սիգարետը դնում բերանը ծխում գալիս է, հեռախոսը վեկալում զանգում պատասխանում է, մի մարզիչը ծախողում է ատեղից հանում, բերում տանում են ընդեղ, սա ուղղակի խայտառակություն է, ամբողջ քաոս է տիրում, եւ ես չեմ զարմանում, այսօրվա ֆուտբոլում կատարվող էս մեր իրավիճակը տխուր, դժբախտ, ողբերգական, սա համահունչ է, արտացոլում է կոնկրետ մեր երկրում կատարող բոլոր իրավիճակներին, սրանք պարտությունը սարքել են սովորական բան, պատկերացնում եք, չեմ ուզում անդրադառնամ նորից մեր ժամանակները, մենք պարտությունից հետո խաղը վերջանում էր, ասենք երեկոյան ժամը 9-ին, մենք չէինք գնում տուն, սպասում էինք, որ գիշերը ժամը 3:30-4-ին նոր գնանք տուն, որ բակի տղամարդիկ, երկրպագուները հավաքված չլինեն, մեզ էին սպասում, ամոթից եւ 2 օր տանից դուրս չէինք գալիս, պատերի տակով էինք ման գալիս, սրանք այս նվաստացուցիչ խայտառակ պարտություններից հետո դուք ինձ ասում եք, խնդրում եմ էլի մի քիչ որակումները ճիշտ տանք, ախր քաղաքակիրթ ձևով, սրանց հետ ինչ քաղաքակիրթ ձևով, Ճաղարյան ջան, ոնց կարելի է սրանց հետ վերաբերվել քաղաքակիրթ ձևով, 6 տարի, 7 տարի, գրեթե 7 տարի ավիրում են հայկական ֆուտբոլը ամբողջությամբ, փոշիացնում են ամբողջությամբ, խոսում են նախկինից, մարդիկ կան առանց հասկանալու այսօր սաղ իրանց դրել են մասնագետի տակ, խոսում են, դե միշտ էլ հայկական ֆուտբոլը էս է եղել, այ, կներեք էլի, այդ տգետներ, ոչ վաղ անցյալում, 2013 թվականին, հայկական ֆուտբոլը FIFA-ի դասակարգման աղյուսակում եղել է, եթե չեմ սխալվում, 35 կամ 34-րդ լավ 38 հա, տեղը, իսկ մեկ ամիսու կես առաջ, մենք 104-ն էինք կամ 105-ը, սա է սրանց բերած արդյունքը, նույն FIFA-ի դասակարգման աղյուսակում, Էդ ոնց եղավ որ 2000, իսկ դուք քննադատում եք նախկին խաղաց նախկիններին, հերիքա, պրծավ մանիպուլացիան, անցանք, թողենք, նախկինների օրոք կար պատիվ, հարգանք, թասիբ, նամուս, իր բոլոր թերություններով հանդերձ, կար կարգապահություն, կար սկզբունքայնություն, կամային հատկություններ, չկա հիմա, վերանում ենք որպես ազգ էսպիսին, չկա, սա խայտառակություն է, վստահ եմ համամիտ եք հետս, իմ համամիտ լինելը ոչինչ բան չի նշանակում, դե չէ, այդտեղ սխալվեցիք դուք, հարգելիս, միգուցե, մարդը սխալական է, յուրաքանչյուրից է կախված, միգուցե, մարդը սխալական է, թող մի հատ էլ սխալվեմ, ինչ կլինի որ, բայց թող սխալներս չլինի դավաճանության տեսքով կամ ճակատագրական իմ ազգի համար, թող ես սխալվեմ ինձի վնաս տամ, թող ես սխալվեմ իմ անձին վնաս տամ, իմ ընտանիքին վնաս տամ, իմ հարազատներին վնաս տամ, բայց ոչ թե իմ ազգիս, սա կործանում ենք, վերադառնանք ֆուտբոլ, Պարոն Պողոսյան, լուրեր կան նաև, որ մեր ֆուտբոլում գործում է այդ SMS-ային քաղաքականությունը, մարդիկ են հեռացվում կամ մարդկանց հետ պայմանագիրը խզվում է, լուծվում է իրենց քաղաքական հայացքների պատճառով, համենայն դեպս այդպիսի լուրեր եղել են, սրա մասին ինչ կասեք։ Ես էլ եմ լսել եւ վստահ երկուսին շատ եմ լսել։ Գիտեմ, այսօր մանավանդ հիմա ուղղակի չեք պատկերացնում, ֆուտբոլային մարդ լինելով բոլորը հարգում, ճանաչում են, ես էլ իրանց, ասենք որ գալիս են ինձ մոտ հանդիպման, հիմա գրեթե փորձում եմ խուսափում եմ որևիցե մեկի հետ հանդիպման, պարզ ասեմ, որով չեմ սիրում, եթե մարդիկ այսօր երկու լարի վրա խաղում են։ Ծանր ու թեթև են անում նժարի կշերքի ծանր եւ թեթև մասը։ Խնդիրը նրանում է, այո, ես շատ գիտեմ։ Պատմում են ինձ ներսից, գալիս են աշխարհի ամենավերջի հայոյանքները հնչեցնում են ֆեդերացիայի ղեկավարների հասցեին։ Նույն ֆեդերացիայի աշխատողները, նույն ակումբների ղեկավարները, ակումբների նախագահները, չգիտեմ, ակումբում աշխատող բժիշկները, մասաժիստները, բոլորը, գրեթե բոլորը
Բայց գնում են կզաստակները սրանց բաբա տուն ենք պահում։ Ասելով ման են գալիս, ձեր հարցին կպատասխանեմ։ Այո, երկու դեպքը հստակ կասեմ։ Մեկը մեր մրցավարականից, եթե չեմ սխալվում, Արթուր Թավակալյան։ Արթուրին Թավակալյան սրանք քաղաքական հայացքների համար հեռացրեցին, բայց մինչ Արթուրին հեռացնելը ամենաառաջի քաղաքական հայացքների համար հեռացումը եղել է մեր Սարգիսին Սարգսյան, ինքը ֆուտզալի մրցավարական տեսուչն էր, եթե չեմ սխալվում։ Հեռախոսազանգով ֆեդերացիայից կապնվել են, ասել են, որ լավը պրծել, SMS չեն, գոնե հարգել են զանգել։ Հեռախոսազանգով կապնվել են եւ իրան հայտնել, որ պայմանագիրը խզում ենք քո քաղաքական հայացքների համար։ Նույնը արել են Արթուր Թավակալյանի հանդեպ։ Սա խայտառակություն է։ Ու ես այստեղից ասում եմ, այո, նույն Արթուրի համար, Թավակալյան, նույն Սարգիսի համար, դուք պատասխան եք տալու։ Պատասխան եք տալու, այ Մելիք Բեկովներ ու Նիկողոսովներ։ Չեք կարա կործանեք մեր ֆուտբոլը։ Դուք ով եք, այ ոչնչություններ։ Ձեզանից ինչ եք ներկայացնում, հրա։ Ֆեդերացիա Մելիք Բեկյանը ֆեդերացիայի նախագահն է, եթե չեք, մինչև հիմա չգիտեք ասեմ։ Ջա ինքը իմ համար երբեք չի եղել առաջին տեղակալը նախագահ։ Դե ես գիտեմ, դրա համար եմ ասում, բայց մի մոռացեք, որ ֆուտբոլի ֆեդերացիան դա ազգային կառույց է։ Ո՞վ են սրանք։ Կոչվում է ազգային ֆեդերացիա։ Իսկ ով են սրանք։ UEFA-ում էլ շատ հաճախ նշում են ազգային ֆեդերացիաներ, ազգային ֆեդերացիաներ։ Ոնց կարելի է մի ամբողջ ազգի ֆուտբոլ, մենք խոսում ենք ֆուտբոլից Արմեն Գուլբուդաղյանցը հայկական ֆուտբոլում մեծ վաստակ ունի։ Ես վստահաբար եմ ասում, բայց կապ չունի, արդյունք չի տվել, պետք է հեռացնեն։ Ես դրան ոչ կողմ եմ հայտնում, ոչ դեմ, բայց Արմենը Գուլբուդաղյանց այսօր մեր Հայաստանում եղած մասնագետներից կարող եմ ասել ամենալավն է։ Եթե ոչ ամենալավը։ Ճաշակին ընկեր չկա։ Չէ, դա կարող եք նայել իր տված արդյունքներով, իր կադրերով, աշխատանքով։ Եթե դուք, ես, հնարավոր է նաև այլոք շատերը Արմեն Գուլբուդաղյանցին համարում ենք լավագույն, կան որոշակի շրջանակներ էլ, որ այլ մասնագետի են համարում լավագույն։ Չէ, մի քիչ հարաբերական է։ Հարաբերականը, բայց Ծաղարյան ջան, գոյություն ունի արդյունք ցավը տանը։ Գիտեք ինչ, նայեք, հարաբերականը, բայց ես այդ մարդուն ճանաչում եմ շատ մոտիկից։ Շատ անցած ճանապարհ ունեմ, ես գիտեմ իր ամանկությունը ինքը ոնց է գնացել։ Այս մարդուն ես միշտ ամեն տեսնելուց կամ հիմա մեր ընկերների հետ որ խոսում ենք, միշտ ասում եմ, որ Գուլբուդաղյանց Արմենը ամուսնացել է ֆուտբոլի հետ։ Վստահաբար եմ ասում դա։ Ապրում է դրանով, ոնց որ այսօր ես։ Ֆուտբոլը իմ համար դա ապրելակերպ է։ Դա իմ հոբին է։ Առանց ֆուտբոլ մենք չենք կարա։ 5 տարեկանից 53-54 տարի ես ֆուտբոլի մեջ եմ։ Փարկասու ամեն этаպները անցել եմ, գիտեմ ֆուտբոլիստների հետ հոգեբանական, բարոյահոգեբանական վիճակը, թե ֆուտբոլիստը մենք խոսում ենք, վերում են այսօր լիցենզիաներ են տալիս, չգիտեմ ինչ մասնագիտությամբ մարդկանց։ Մարդ լիցենզիաներ են հանում, մի տեղից գնում պարկ են անում կամ մի տեղից փող են հայթայթում, վերում վճարում են, լիցենզիա են հանում։ Համակարգիչը դնում են դեմներ։ Ու փորձում են համակարգչով ֆուտբոլ սովորացնեն երեխեքին։ Այո, դա համակարգչով կարող եք սովորացնել, այս նորաձև, չգիտեմ, տակտիկական ինչ-որ մտահղացումներ, սխեմաներ, բայց ֆուտբոլը պետքա լինի ֆուտբոլային մարդ տեղում, գետնի վրա։ Պետքա ցույց տաս այդ սկսնակ ֆուտբոլիստներին, թե ոնց պետքա հարվածես գնդակին, ոնց պետքա սահանկում անես։ Այդ երեխան ոնց պետքա իմանա, ոնց պետքա հարվածի գնդակին։ Կամ ինչպես պետքա գնդակը վարի, այդ վարելը դրիբլինգն է։ Ոնց դրիբլինգ անի։ Կամ ինչպես պոզիցիոնի ճիշտ պաշտպանվի։ Ինչպես կտրուկ անցնի հարձակման։ Ասա է ամբողջ խնդիրը։ Այդ ամեն խնդիրը։ ինչը քննություն է, չէ՞, հանձնում, որ ստանում է իր ձեր ասած հավաստագիրը, լիցենզիան։ Դե լիցենզիան ինքը ստանում է ընդհանրապես համակարգչով, դաժե հիմա օնլայն կարող են ստանալ։ Բայց դրանով ոնց կարող ես աշխատել։ Դուք մի համեմատվեք, Ճաղարյան ջան, մենք չհամեմատվենք եվրոպական զարգացած երկրների հետ, այնտեղ ասենք շատ շուտ Չէ, մարդը հավաստագիրը քննությունա չէ հանձնում, հավաստագիրը չէ ստանում։ Դե հավաստագիրը ստանում, դաժե օնլայն են ստանում։ Դա եմ ասում ձեզ, իսկ գետնի վրա հիմա երեխաներին, սկսնակ երեխաներին պետքա գնդակի հետ վարվելաձև սովորացնի, ինչպես պետքա սովորացնի։ Համակարգիչը պետք է բերի երեխային կանգնացնի, ասի նայ համակարգին, սենց պի փոխանցես, այդ երեխան ո՞նց է փոխանցելու տենց։
Ինքը պետք է գնդակը դնի դեմը, ինքը փորձի այդ գնդակին հարվածելով ցույց տա երեխային եւ 1000 անգամ ցույց տա, թե ինչպես պետք է հարվածել գնդակին։ Իսկ մեր ժամանակները, որ այդ համակարգիչները չկային, մարզիչները մեզի սովորացնում էին, պարապացնում էին, նայեք ինչ ֆուտբոլիստներ ենք տվել։ Նայեք ինչ ֆուտբոլիստներ են եղել, ինչ մրցակցություն կար։ Մենք ունեցել ենք միշտ ազգային ձեռագիր, հայկական ֆուտբոլը պետք է միշտ պահպանի իր ազգային ձեռագիրը։ Պետք է ունենանք կայուն, հստակ խաղային համակարգ։ Նայեք իսպանական ֆուտբոլը մարդիկ ինչ են անում։ Կապ չունի այնտեղ դաշտում խաղացող 11 հոգին։ Բացարձակ կապ չունի։ Ինչ 11 հոգի խաղան, այդ նույն համակարգով խաղում են։ Այն նույնը մենք ենք ունեցել։ Նայեք Արգենտինա, այդ հարավամերիկյան երկրները, իսպանականը, դրանք Վրաստանը, դրանք նույնն են, միշտ ունեցել են իրենց ձեռագիրը։ Նույնը մենք ենք ունեցել, բայց այսօր ամբողջ ավիրել են։ Այսօր ասպա գնում ենք պատերազմի։ Թուրու թվանքով գնում ենք Պորտուգալիայի դեմ խաղալու, դա խայտարակությունը ոնց կարելի է ասես բան ասել։ Հաշտը փոխաբերական իմաստով ասել է, պետք չի դրա վրա ծանրանալ։ Իսկ 9-1-ը ինչ իմաստով Իսկ եթե ասել գնում ենք պարտվելու, բացարձակ պետք է չասի, պետք է ասի գնում ենք հաղթվելու, նույնիսկ պարտվելու դեպքում պետք է տղամարդավարի պարտվենք։ Այս սա է ֆուտբոլի նշանաբանը։ Ֆուտբոլում ամենակարևոր Դե բանը մարդ ասել է գնում ենք կռվելու, դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում։ Գնում ենք կռվելու, այո, ֆուտբոլիստները պիտի գլադիատորի նման մտնեն։ միանշանակ 90 րոպե Ես էլ եմ պետք է իրանց ամեն ինչը դնեն ֆուտբոլիստները դաշտում։ գլադիատորի նման պիտի մտնեն։ Ես էլ եմ համաձայն միանշանակ, բայց իմ ասածը այլ բան է։ Նայեք, ամենակարևորը դա լինի կյանքում, թե սպորտում, թե ֆուտբոլում։ Ֆուտբոլում առավել եւս։ Այսօր ամենակարևորը համար 1 դա մարդկային սկզբունքն է։ Տղամարդը, մարդը, ֆուտբոլիստը պիտի ունենա սկզբունք, սեփական կարծիք, սեփական դեմ արտահայտելու, նույնիսկ եթե դա հակառակ կարծիք է այդ ղեկավարությանը։ Եվ երկրորդը պարտադիր պատասխանատվություն։ Պատասխանատվությունը դա մարդու ինչ ասեմ, գալիս է դաստիարակությունից։ Չգիտեմ, ցավալի է։ Պարոն Պողոսյան, վերջին հարցը։ Քննադատեցիք, պահանջեցիք նաև, որ պիտի ֆուտբոլի ղեկավարությունը հեռանա, բարոյականություն դրսևորի, սկզբունքայնություն, ինքնասիրություն, արժանապատվություն, որ բառն էլ ասես համընկնում է։ Իրանք զուրկ են դրանից։ Պիտի հեռանա։ Լավ, պատկերացնում ենք։ Քանի օր է անցել Պորտուգալիայի պարտությունից հետո։ Չգիտեմ, 5 օր երևի 6 օր։ Չէ։ 6 օր։ Այսօր 19-ն է, 13-ին են պարտվել։ Չէ, 16-ին ենք պարտվել։ 16-ին ենք պարտվել, այսօր ամսի 19-ն ենք։ 3 օր։ 16-ին։ Իրանք արդեն պետք է 13-ին Հունգարիայի հետ են խաղացել։ Ես միշտ ներողամիտ եմ Ճաղարյան ջան, հանգիստ տարեք։ Ճաղարյան ջան, լսեք։ 3 օր է անցել ցավը տանը։ Իրանք արդեն պետք է իրանց ամբողջ ղեկավար կազմով հրաժարական տված լինեին։ Նույնիսկ Եղիշե Մելիքյանը պետք է հրաժարական տար իր ինքնասիրության, իր պատասխանատվության եւ իր սկզբունքայնության հաշվին։ Լավ, թողեք հարցս տամ։ 3 օր է անցել, ոչ ձայն կա, ոչ ծպտուն։ Պատկերացնում ենք, մարդիկ վաղը կանգնում են, ասում են մենք ստեղծված իրավիճակից ելնելով հրաժարական ենք ներկայացնում։ Եվ ինչ։ Եվ դրանով հայկական ֆուտբոլը փրկվում է։ Կարամ բացատրեմ ձեզ։ Ոչ։ Համոզված եք, որ այս գործող համակարգով այ հենց դա եմ ուզում ասեմ, ոչ։ Քանի կան այս վերևը նստած թիվ 1 սրիկան կներեք արտահայտությանս համար։ Այս դդում գլուխին վերցնելու է դնի ստեղ, այն մյուս դդում գլուխին իրանց մոտից բերելու է դնի ստեղ։ Գումարը լիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։ Սա է ամբողջ խնդիրը։ Սա է ամբողջ խնդիրը։ Դու հասկանում ես, ժամանակին իրեն, չգիտեմ, ժողովրդավար դեմոկրատիայից խոսացող Արմեն Մելիքբեկովը, լրագրողը, այսօր իրան դրել է բռնապետի տեղ, դիկտատորի տեղ։
Մի հատ ուզում եմ ձեզի հարցնեմ, գիտեմ էլի Ճաղարյան ջան, դուք եք շատ ֆուտբոլային մարդ, գիտեմ մրցավարական մեջ, հասել եք։ Հիմա ձեզ մի հատ հարց եմ ուզում տալ։ Եթե Պորտուգալիային պարտվեինք 71-ով, ինչ է լինելու։ Ոչինչ, նույնի ինչ որ 91, վերջ։ Սա արդեն խոսում է ինքնասիրության եւ բարոյականությունից զուրկ լինելու մասին։ Չկա սկզբունքայնություն, չկա ֆուտբոլ, չկա կռիվ, պայքար, չկա ֆուտբոլ։ Ասում եմ ուժեղ չէ նա, ով հաղթում է, այլ ուժեղ է նա, ով պայքարում է մինչև վերջ։ Այս է լինելու իմ սկզբունքը։ Պարոն Պողոսյան, ճիշտ է ասեցի վերջին հարց, բայց հարցից հարց է գալիս, նորից եմ ասում, էլի, ինչ եք կարծում, եթե երկրում վիճակը այսպիսին է, ինչպիսին որ կա, հնարավոր է, որ այդ երկրի ֆուտբոլը կամ այլ ոլորտ ինչ-որ անապատի մեջ օազիսի ձևով ծաղկի։ Վստահաբար կասեմ ոչ։ Շատ դժվար է։ Շատ դժվար է։ Սրանք բոլորը փոխկապակցված են միասին։ Սոսնձված են։ Գիտեք ինչ, եթե մի կառույցը, այն էլ ազգային կառույց ներկայացնող ղեկավարը իր հարցազրույցներից մեկում ասում է, որ ճիշտ ասած չեմ հիշում իր կոնկրետ իր ասած խոսքերը, բայց իր միտքը կարտահայտեմ, որ փոքր երկրները այս վիճակում են լինում։ Սրիկան մեզի համեմատում է Լյուքսեմբուրգի, մեզի համեմատում է Լիխտենշտեյնի, գաճաճ երկրների, Սան Մարինոյի, Ֆարերյան կղզիների։ Այն դեպքում, երբ այսօր Ֆարերյան կղզիների ազգային հավաքականը երրորդ հորիզոնականում է իր խմբում եւ 4 հաղթանակ կատարել։ 21 տարեկանների Ֆարերյան կղզիների թիմը այսօր երկրորդ հորիզոնականում է։ Ֆրանսիայի հետ նույն գրուպում, եթե չեմ սխալվում, Չեխոսլովակիա, Ֆրանսիա 6 թիմ են։ Երկրորդ հորիզոնականում է։ Հա։ Պատկերացնում եք Ֆարերյան կղզիների բնակչությունը, եթե չեմ սխալվում, 48-ից 50 հազար է։ Ես եղել եմ այնտեղ։ Լավ թող լինի 70,000 արդեն։ Մալտան դուրսը 3 չառաջի օրը ազգային հավաքականը Ֆինլանդիային է հաղթում 1-0։ Անդորան հաղթանակ ունի։ Մենք ուր ենք գնում։ Ինչի՞ց է։ Հələ նայեք Լյուքսեմբուրգի աճը։ Հələ նայեք Լյուքսեմբուրգի ֆուտբոլի աճը, ակնհայտ է։ Ինչու մեր մոտ չկա։ Մեկ տարի չէ, Սմելիք Պեկով։ Ինչու չկա։ Ասեմ ձեզ, մեկ տարի չէ, որով չկա որևիցե մեկի մոտ ոչ սկզբունքայնություն եւ ամենակարևորը պատասխանատվություն։ Նպատակի ձևավորում չկա։ Կայուն հստակ խաղային համակարգ չկա։ Խոսում էին ԽՑԲ-ները, ես իմ ինչեր էին ասում, խնամի ծանոթ բարեկամ, կատաստրոֆա է կատարվում ֆուտբոլը։ Բոլորը այնտեղ եղած մարդիկ, խայտարակություն այնտեղ չկա։ Զրո։ Եվ ոնց ենք մենք ֆուտբոլը զարգացնել։ Ով պատահի վերում են այնտեղ գործի, աշխատանքի, իր բարեկամին, իր քավորին, իր սանիկին, իր քրոջը, իր հորը, իր մորը, չգիտեմ ես իմում։ Սարքել են այնտեղ բարդակ, միայն գովազդով են զբաղվում, PR-վում են։ Սրա պատասխանատվությունը ամբողջը սրանք պետք է տան, բայց ոչ թե հեշտ։ Ես ասել եմ, չեմ ուզում կրկնվեմ, հա։ Ականջներից պետք է բռնես եւ շպրտես։ Եթե չունեն ինքնասիրություն, եթե քաղաքակիրթ լեզուն չեն հասկանում, եթե այդ մարդիկ չեն հասկանում, որ ձախողել են, անելիք չունեն այստեղ։ Ո՞րն է սրանց կարմիր գծերը։ Ասենք 9-1-ից հետո ո՞րն է կարմիր գծերը։ Կամ այդ 9-1-ի հաղորդավարը, սպորտային մեկնաբանը, լսում եք, արդեն նստածս տեղը, քիչ էր մնում եկեք լավ սրտամկանի կամ լինի։ Հաղորդավարները 6-1 պարտվում ենք Ճաղարյան, չէ, միայն այս դրվագն եմ ասում, 6-1 պարտվում ենք, նա ինչ է ասում, ասում է, պետքա փորձենք հիմա գոնե խոշոր հաշվով չպարտվենք, յանի 6-1-ը խոշոր հաշիվ չի։ Դե մարդու կարծիքն է ասել, ինձ թվում է ճիշտ է ասել, 6-1-ն ավելի լավ էր, քան 9-1։ Հա, բայց 6-1-ը խոշոր հաշիվ է։ Հա, խոշոր հաշիվ է, բայց 6-1-9-1-ի համեմատությամբ լավ է։ 9-1-ն էլ ավելի լավ է, քան թե 11-1-ը։
18-ը ավելի լավ է, քան թե 58-ը, չեղավ այդպես ֆուտբոլը չեն նայում։ Շնորհակալություն ինձ որ ընկալվելու համար, շնորհակալություն, որ եկաք եւ ձեր մտքերն ու արտահայտեցիք ու անհանգստությունը կիսեցիք մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Համոզված ենք, որ կգա օրը եւ մենք կպարտանալու ենք մեր ֆուտբոլով, մեր հավաքականով, մեր խաղացողներով, հիմա էլ ենք կպարտ մեր խաղացողներով, որովհետեւ անհատական հատկանիշներով մենք ունենք ոչ վատ խաղացողներ։ Մենք ունենք ընդհակառակը շատ լավ խաղացողներ, բարձրակարգ։ Եվ պետք չի որևէ բան բարթել խաղացողների վրա, որևէ բան բարթել ընդհանուր թիմի վրա, քանզի թիմի այսօրվա արդյունքները դա գործող համակարգի հստակ պատկերն են, արտացոլումն են։ Եվ այդ համակարգի արտացոլումը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է այդ արատավոր համակարգը։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ մեր եթերում, հուսով ենք, որ կգա մի օր, որ մենք հաղթական բարձր տրամադրությամբ կավարտենք մեր հաղորդումները։